Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից հետո ժամանակավորապես կասեցնել ԱՄՆ-ում գործող Green Card-ի վիճակախաղի ծրագիրը։ Ներքին անվտանգության նախարարի խոսքով որոշումը պայմանավորված է նրանով, որ հրաձգության և MIT համալսարանի պրոֆեսորի սպանության մեջ կասկածվող անձը Պորտուգալիայի քաղաքացին ԱՄՆ քաղաքացիություն էր ստացել հենց Green Card-երի վիճակախաղի միջոցով։ Ըստ տվյալների 2025 թվականի վիզային վիճակախաղին մասնակցել է շուրջ 20 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 131,000-ը ընտրվել են հաջորդ փուլ անցնելու համար։ Հիշեցնեմ, որ Թրամփը նախկինում ևս փորձել էր դադարեցնել Green Card-երի վիճակախաղի ծրագիրը։ 2017 թվականին նա նման նախաձեռնությամբ հանդես էր եկել Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 8 մարդ էր զոհվել։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու հաջորդիվ։ Թրամփը կրկին խստացնում է ներգաղթյալների կյանքը։ Խստացումները, կարելի է ասել, հաշվի չեն առնում մարդկանց իրավունքները։ Կալիֆոռնիայում սպասվող փոթորկի մասին սուրբ ծնունդը միայն հոգեպես է ջերմություն պարգևելու այս տարի։ Սպիտակ տան կայքը վտանգված է կասկածներ կան կիբերհարձակումների վերաբերյալ։ Մի շարք նորություններ տարբեր վայրերում տեղի ունեցող այսի կոշտ և վտանգավոր գործողություններից։ Ջեֆրի Էփշտեյնի գործից նոր բացահայտումներ և լուսանկարներ են հրապարակվել։ Նոր հարձակումներ Սիրիայի վրա, պատճառը վրեժն է, որի մասին Թրամփը բարձրաձայնել էր օրեր առաջ։ ՆԱՍԱ-ն նորություն ունի, որը մեզ հիշեցնում է ավելի շատ այլմոլորակայինների կենցաղը իրականություն դարձնելու մասին։ Այսօրվա հաղորդման թեմաները, ինչպես միշտ, տարատեսակ և հետաքրքիր են, այնպես որ դիտեք հաղորդումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին։ Ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենակննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին և չմոռանաք մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ։ Իսկ մենք շարունակենք հաղորդումը։ ԱՄՆ նախագահի վարչակազմը պատրաստվում է էապես խստացնել ներգաղթի քաղաքականությունը։ Ըստ տվյալների մինչև 2029 թվականի սեպտեմբերը այսին և սահմանապահ ծառայությանը կհատկացվի շուրջ $170 միլիարդ լրացուցիչ ֆինանսավորում, ինչը կտրուկ աճ է համեմատած ներկայիս մոտ $19 միլիարդ տարեկան բյուջեի հետ։ Այս միջոցներով նախատեսվում է ընդունել հազարավոր նոր գործակալներ, կառուցել ներգաղթային կալանքի նոր կենտրոններ և անօրինական ներգաղթյալների հայտնաբերման գործընթացում ներգրավել մասնավոր ընկերություններ։ Միաժամանակ ժողովրդի մեջ Թրամփի ներգաղթի քաղաքականության հավանության մակարդակը նվազել է, հասնելով 41%-ի։ Հարցումների համաձայն ամերիկացիները այս քայլերը դիտարկում են ոչ միայն որպես ներգաղթի վերահսկման, այլ նաև քաղաքացիական իրավունքների խախտումների տեսանկյունից։ Վերլուծաբանների կարծիքով աճող դժգոհությունը կարող է քաղաքական խնդիրներ ստեղծել հանրապետական կուսակցության համար։ Դրա վառ օրինակ է Մայամին, որտեղ առաջին անգամ մոտ 30 տարվա ընթացքում այս ամսվա սկզբին դեմոկրատ քաղաքապետ է ընտրվել։ ԱՄՆ ազգային օդանավթաբանության ծառայությունը զգուշացնում է, որ Սուրբ Ծննդյան շաբաթվա ընթացքում հարավային Կալիֆոռնիայում սպասվում է հզոր ձմեռային փոթորիկ։ Այն կբերի մի քանի օր տևող ուժեղ անձրևներ, ուժեղ քամիներ, այնպես որ երթևեկելիս եղեք զգոն և ուշադիր։ Մասնագետների խոսքով մոտ 90% հավանականությամբ երեքշաբթի օրվանից տարածաշրջանում կսկսվեն ուժեղ տեղումներ, որոնք կարող են շարունակվել մինչև շաբաթ գիշեր։ Փոթորկի ամենաուժեղ փուլը կանխատեսվում է երեքշաբթիից հինգշաբթի օրերին, ներառյալ Սուրբ Ծննդյան օրը, իսկ ամենաուժեղ անձրևները սպասվում են երեքշաբթի ուշ երեկոյից մինչև չորեքշաբթի։ Մասնագետները նշում են, որ երկարատև անձրևները կարող են ջրհեղեղներ, սողանքներ առաջացնել և լուրջ խափանումների պատճառ դառնալ ճանապարհների և օդանավակայանների համար։ Ճանապարհորդություն պլանավորած մարդկանց խորհուրդ է տրվում հաշվի առնել հնարավոր ուշացումները։ Տեքսասում բնակվող նավթարդյունաբերության ինժեները YouTube-ի ուղիղ հեռարձակման ժամանակ անսպասելի հայտնվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում։ Եթերը 1 ժամ շարունակ պարբերաբար հայտնվել և անհետացել է կայքից։
Բլոգերը, որը զբաղվում է ֆինանսական թեմաներով եւ բացահայտ աջակցում է Թրամփին, հայտնել է, որ կատարվածի մասին իմացել է միայն հետևորդների հաղորդագրություններից։ Եթե իմանայի, որ կհայտնվեմ Սպիտակ տան կայքում, ավելի պատշաճ կհագնվեի, ասել է նա Բլումբերգին։ Սպիտակ տունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսվել, որպեսզի բարձի միջադեպի հանգամանքները։ Դիտարկվում է այն վարկածը, որ կայքը կիբերհարձակման է ենթարկվել։ Մինեսոտայի Սենթ Փոլում այսի գործակալը կրակ է բացել ԱՄՆ-ում անօրինական բնակվող կուբացի ներգաղթյալի ուղղությամբ։ Պատճառն այն է, որ վերջինս ամենագնաց ավտոմեքենայով հարվածել է 2 գործակալների։ Նախարարության խոսնակի խոսքով միջադեպից հետո տղամարդը փորձել է փախչել եւ ձերբակալության ընթացքում կծել է եւս 1 գործակալի։ Նա չի ստացել հրազենային վնասվածք, իսկ ավտոմեքենայով հարված ստացած գործակալների վնասվածքները կյանքին վտանգ չեն ներկայացնում։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։ Միջադեպը տեղի ունեցել կասկածյալի բնակարանի մոտ Մինեապոլիս Սենթ Փոլ շրջանում աճող լարվածության ֆոնին, որտեղ վերջին օրերին բախումներ են գրանցվել ներգաղթի դեմ խստացված գործողությունների պատճառով։ Ձերբակալվածը ԱՄՆ-էր մուտք գործել 2024 թվականին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մտահոգություն չունի Վենեսուելայի շուրջ զարգացումների պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր սրման հարցում։ Նրա խոսքով Կրեմլի խոսքային աջակցությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիովին կանխատեսվում էր եւ Ռուսաստանը հիմնականում զբաղված է Ուկրաինայով։ Մեկ օր առաջ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում չէր բացառել Վենեսուելայի հետ ռազմական բախման հնարավորությունը եւ ընդգծել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի Վենեսուելայի հետ կապված նավթատարների բռնագրավումները։ Ի պատասխան Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել էր ԱՄՆ-ի միակողմանի քայլերը եւ զգուշացրել ճակատագրական սխալի հնարավոր հետևանքների մասին, վերահաստատելով իր աջակցությունը Մադուրոյի վարչակազմին։ Տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում Ռուբիոն Սուրբծննդյան արդիվ շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, միաժամանակ ընդգծելով, որ Մոսկվայի դիրքորոշումը որևէ ազդեցություն չունի Վաշինգտոնի քաղաքականության վրա Վենեսուելայի նկատմամբ։ ԱՄՆ զինված ուժերը իրականացրել են նախագահ Թրամփի տված խոստումը եւ 2 ամերիկացի զինծառայողի եւ քաղաքացիական թարգմանչի սպանության համար պատասխան հարված հասցրել ահաբեկիչների։ Ըստ տվյալների ԱՄՆ ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող Իսլամական պետություն անունը կրող ահաբեկչական խմբավորման օբյեկտներին։ Ռազմական գործողությանը ներգրաված են եղել կործանիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ հրետանային ստորաբաժանումներ։ Հարվածների թիրախ են դարձել տասնյակ զինապահեստներ, ինչպես նաեւ իսլամիստներին պատկանող այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ։ ԱՄՆ արտադատության նախարարությունը Ջեֆրի Էփշթեյնի գործով հազարավոր նյութերով լայնածավալ արխիվ է հրապարակել։ Փաստաթղթերում ներառվում են դատական նյութեր, ենթադրյալ զոհերի ցուցմունքներ եւ նախկինում չհրապարակված լուսանկարներ, որոնցում երևում է նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։ Լուսանկարներում Քլինթոնը պատկերված է Էփշթեյնի, ինչպես նաև Միք Ջագերի, Քևին Սփեյսիի եւ Մայքլ Ջեքսոնի հետ։ Առանձին կադրերում նա լողավազանում է Էփշթեյնի նախկին զուգընկեր Գիսլեյն Մաքսվելի հետ, որը ներկայումս կրում է 20 տարվա ազատազրկում։ Մի շարք լուսանկարներում հայտնի անձինք պատկերված են երիտասարդ աղջիկների հետ։ Հրապարակումը կատարվել է մասնակիորեն։ Զոհերի դեմքերը փակված են, իսկ որոշ նյութեր ամբողջությամբ գաղտնի են պահվել։ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը քննադատել է փաստաթղթերի ոչ լիարժեք հրապարակումը, պահանջելով լրացուցիչ բացատրություններ տալ կոնգրեսին։ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատան դիմաց գտնվող այսպես կոչված լրտեսական տունը 3.8 միլիոն դոլար մեկնարկային գնով դրվել է վաճառքի։ Աճուրդում ներկայացված շինությունը տարիներ շարունակ համարվել է հետաքննության դաշնային բյուրոյի գաղտնի դիտարկման կետը։ Տեղացիների պատմություններով այս շինության ներսում դաշնային գործակալները շուրջօրյա հերթապահություն են իրականացրել տասնամյակներ շարունակ, իսկ մգեցված ապակիների հետևում տեղադրված են եղել դիտարկման սարքեր։ Տունը կառուցվել է 1935 թվականին եւ լրտեսական լեգենդների կենտրոն է դարձել։ Վերջին տասնամյակում շենքը դատարկ է եղել։ 2023-ին շինարարական ընկերություններից մեկը գնել է այն եւ ամբողջությամբ վերանորոգել։ Այնուամենայնիվ պահպանվել են որոշ խորհրդավոր տարրեր, այդ թվում աստիճանների տակ թաքնված գաղտնի զուգարանը, որը բացվում է պատի նկարի միջոցով։
ՆԱՍԱ-ն սկսել է նոր փորձարարական ծրագիր, որի ընթացքում երկրի շուրջ ուղեծիր են ուղարկվել 4 փոքր սարքեր, որոնք արտաքին տեսքով հիշեցնում են թռչող ափսեների։ Սկավառակաձև արբանյակների մեծ մակերեսը հնարավորություն է տալիս դրա վրա ավելի մեծ քանակությամբ անտենաներ, սենսորներ եւ էներգամատակարարման համակարգեր տեղադրել։ ՆԱՍԱ-ի ինժեներների գնահատմամբ սկավառակաձև կառուցվածքի կիրառումը կարող է զգալիորեն նվազեցնել արբանյակների արձակման եւ շահագործման ծախսերը։ Ապագայում նման սարքերը նախատեսվում է օգտագործել ոչ միայն ցածր երկրային ուղեծիրներում, այլև Լուսնի եւ Մարսի հետ կապված հետազոտական առաքելություններում։ Դոնալդ Թրամփին պատկանող Trump Media and Technologies Group ընկերությունը հայտարարել է տերմոմիջուկային էներգիայի ոլորտում գործող TAE Technologies ընկերության հետ միաձուլման մասին։ Բաժնետոպսերի փոխանակմամբ իրականացվող գործարքի արժեքը գերազանցում է $6 միլիարդ։ Գործարքի ավարտը նախատեսվում է 2026 թվականի կեսերին։ Արդյունքում նոր ձևավորվող ընկերությունում երկու կողմերի բաժնետերերը կունենան հավասար մասնակցություն 50-50։ Նոր կառույցը կմիավորի Truth Social սոցիալական հարթակը, Truth Plus սթրիմինգային ծառայությունը եւ TAE Technologies-ի էներգետիկ եւ տեխնոլոգիական մշակումները։ Միևնույն ժամանակ Bloomberg-ը Trump Media-ի բաժնետոմսերը գնահատում է որպես տարվա ամենախոշոր ձախողումներից մեկը։ 2025 թվականի սկզբից դրանց արժեքը նվազել է մոտ 69%-ով։ Պարբերականի գնահատմամբ ընկերության ֆինանսական վիճակը շարունակում է մնալ խիստ անկայուն։ TAE Technologies-ը հայտնի է մաքուր էներգիայի, էլեկտրամոբիլների սնուցման համակարգերի եւ քաղցկեղի թիրախային բուժման նորարարական տեխնոլոգիաներով։ Վերադառնանք ներգաղթի թեմային, Շիկագոյում շարունակվում են ներգաղթյալների դեմ իրականացվող զանգվածային ռեյդերը։ ICE գործակալները մարդկանց կանգնեցնում եւ ստուգում են փողոցում, ձերբակալում օտարերկրյա քաղաքացիներին։ Տեսախցիկները ֆիքսել են Մեքսիկայի քաղաքացու ձերբակալությունը, որի գործը ըստ ակտիվիստների դեռ դատարանում է, մինչդեռ ICE-ը պնդում է, որ նա ապօրինի է հատել սահմանը եւ պետք է արտաքսվի։ Միաժամանակ ներգաղթի ծառայությունը սկսել է թիրախավորել նաև տաքսիների վարորդներին։ Կադրերում երևում է, թե ինչպես են Uber-ի եւ Lyft-ի վարորդները փաստաթղթերի ստուգումից հետո ձերբակալվում եւ տեղափոխվում կալանքի կենտրոններ։ Ռեյդերը հիմնականում իրականացվում են ավտոկայանատեղիներում եւ պատվերների սպասման գոտիներում։ Իրավապաշտպանների խոսքով վախի մթնոլորտի պատճառով բազմաթիվ վարորդներ հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։ ԱՄՆ ծովափնյա պահպանության ծառայությունը ռազմածովային ուժերի աջակցությամբ Կարիբյան ծովի հարավային հատվածի միջազգային ջրերում կանգնեցրել եւ բռնագրավել է Պանամայի դրոշի տակ նավարկող նավթատարը։ CNN-ը հայտնում է, որ նավը Վենեսուելայից նավթ էր տեղափոխում դեպի Ասիա։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ բռնագրավված նավթատարները պատկանում են Չինաստանին եւ գտնվում են միջազգային պատժամիջոցների տակ։ Նախնական գնահատականների համաձայն նավը կարող է այսպես կոչված ռուսական ստվերային նավատորմից լինել։ Վենեսուելական նավթը տեղափոխող նավի հերթական առգրավումը Վաշինգտոնի կողմից հստակ քաղաքական ազդակ է Վենեսուելայի նախագահ Մադուրոյին։ Այս քայլով Թրամփի վարչակազմը ցույց է տալիս, թե որքան լուրջ եւ հետեւողական է ԱՄՆ-ի կողմից իրականացվող նավթային շրջափակման քաղաքականությունը։ Լայն տարածում գտած տեսանյութը ցույց է տալիս Քոնեկթիքութ նահանգում Chipotle արագ սննդի ռեստորանում աշխատակիցների եւ մեկ հաճախորդի միջև բռնկված կռիվը, որը դարձել է ոստիկանության քննության առարկան։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես է դրամարկղի մոտ կանգնած հաճախորդը առարկա նետում աշխատակցի ուղղությամբ, ինչից հետո իրավիճակը արագորեն դուրս է գալիս վերահսկողությունից։ Մինչդեռ սրահում գտնվող այցելուները սարսափով հետևում են տեղի ունեցող քաոսին, կռիվը տարածվում է նաև ռեստորանի մյուս աշխատակիցների վրա։ Chipotle ընկերությունը հայտարարություն է տարածել ընդգծելով, որ որևէ հանդուրժողականություն չունի այն հաճախորդների նկատմամբ, որոնք վատ են վերաբերվում աշխատակիցներին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 29-ին նախատեսվող հանդիպման ընթացքում մտադիր է Դոնալդ Թրամփին Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունների ծրագիր ներկայացնել։ Իսրայելի վարչապետը մտադիր է գործողություններին ներգրավել նաև Միացյալ Նահանգներին։
Հեռուստաալիքի զրուցակիցների փոխանցմամբ Նեթանյահուն Թրամփին կտեղեկացնի Իսրայելի աճող մտահոգությունների մասին կապված այն հանգամանքի հետ, որ Թեհրանը վերականգնում է ուրանի հարստացման օբյեկտները, հակաօդային պաշտպանության համակարգերը եւ միաժամանակ ընդլայնում է իր հրթիռային ծրագիրը։ Միևնույն ժամանակ Թեհրանի հետաքրքրվածությունը Վաշինգտոնի հետ բանակցություններ սկսելու հարցում կարող է լուրջ խոչընդոտ դառնալ Իսրայելի ջանքերի համար։ Ալկոհոլի օգտագործումը ԱՄՆ-ում երկար ժամանակ եղել է հասարակական առողջության և սոցիալական վարքագծի կարևորագույն թեմա։ Վերջին տարիների տվյալները ցույց են տալիս, որ ամերիկացիների խմելու սովորությունները աստիճանաբար փոխվում են ոչ միայն քանակական, այլև որակական իմաստով։ Եկեք միասին նայենք թվերով, թե ինչ է այսօր իրականում տեղի ունենում։ Ամերիկացիների ընդամենը 62%-ն է նշում, որ վերջին 1 տարվա ընթացքում ալկոհոլ է օգտագործել։ Սա համարժեք է մոտ 178 միլիոն մարդու։ Տվյալները վերաբերում են 12 եւ ավելի տարեկան բնակչությանը եւ հիմնված են 2024 թվականի ազգային հարցման արդյունքների վրա։ Ալկոհոլի օգտագործման ամենավտանգավոր ձևերից մեկը համարվում է այսպես կոչված բինգ խմելը, այսինքն կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումը։ Այս վարքագիծը հանդիպում է տվյալ տարիքային խմբի 21%-ի մոտ։ Նույն հարցման տվյալներով հարցվածների 46.6%-ը հայտնել է, որ վերջին 1 ամսվա ընթացքում կանոնավոր կերպով ալկոհոլ է օգտագործել։ Այստեղ նկատվում է հստակ տարիքային տարբերություն։ 12-ից 17 տարեկանների շրջանում այս ցուցանիշը կազմում է 66%, մինչդեռ 18 եւ ավելի տարեկան մեծահասակների մոտ այն հասնում է 56%-ի։ Միևնույն ժամանակ մի շարք խոշոր գիտահետազոտական հարցումներ ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում ալկոհոլ օգտագործողների ընդհանուր մասնաբաժինը վերջին տարիներին կամ փոքր-ինչ նվազել է կամ կայուն մնում է 50-55%-ի սահմաններում։ Օրինակ, Ելափի վերջին հարցման համաձայն մեծահասակ ամերիկացիների 54%-ն է իրեն համարում ալկոհոլ օգտագործող, ինչը սկսած 1939 թվականից համարվում է ամենացածր պատմական ցուցանիշը։ Չնայած ընդհանուր սպառման որոշակի նվազմանը, ալկոհոլի չարաշահումը շարունակում է լուրջ առողջական հետևանքներ ունենալ։ ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 178,000 մարդ մահանում է ալկոհոլի չարաշահման հետևանքով, ներառյալ բինգ խմելու և ծանր սպառման հետ կապված հիվանդություններն ու բարդությունները։ Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ թեև շատ ամերիկացիներ շարունակում են ալկոհոլ օգտագործել, նրանց զգալի մասը դա անում է առավել հազվադեպ եւ ավելի փոքր քանակներով։ Իսկ առողջության նկատմամբ ձևավորվում է ավելի գիտակցված եւ զգուշավոր վերաբերմունք։ Այս փոփոխությունները հատկապես նկատելի են երիտասարդ սերնդի շրջանում, նրանց ալկոհոլ օգտագործելու հակումները նվազել են, իսկ հանրային ընկալումը գնալով ավելի է շեշտադրում ալկոհոլի առողջական վտանգները։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Գերմանացի ինժեները դարձել է աշխարհում առաջին անվասայլակ օգտագործող մարդը, որը դուրս է եկել տիեզերք։ 7 տարի առաջ լեռնային հեծանվվածքի ժամանակ ստացած ողնուղեղի ծանր վնասվածքից հետո նա կատարել է պատմական թռիչք Blue Origin ընկերության հետ։ Շաբաթ օրը Benthouse-ը եւս 5 ուղևորների հետ Թեքսասից բարձրացել է մինչև Կարման գծից վեր գտնվող կետը, 10 րոպեանոց թռիչքի ընթացքում հասնելով տիեզերքի պայմանական սահման։ Թրամփի վարչակազմի իրականացրած ստուգումները ցույց են տվել, որ Մեքսիկայից ԱՄՆ եկող որոշ գնացքավարներ լիարժեք չեն հասկանում անգլերենով տրվող անվտանգության հրահանգները։ Խոսքը վերաբերում է այն անձնակազմներին, որոնք գնացքները Մեքսիկայից տեղափոխում են մինչև Թեքսաս։ Դաշնային երկաթուղային վարչությունը նամակներ է ուղարկել Union Pacific եւ CPKC ընկերություններին, պահանջելով սահմանափակել մեքսիկացի գնացքավարների գործունեությունը ԱՄՆ տարածքում եւ ապահովել նրանց բավարար անգլերենի իմացությունը։ Այսօրվա համար նախապատրաստել ենք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։